Հակաեկեղեցական արշավից մինչև քաղաքական հաշվեհարդար, ազգային բարերարների ու քաղաքական առանցքային ընդդիմախոսների նկատմամբ, դա կուսակցության ղեկավարի գնահատմամբ իրավական շղարշի քողի տակ տոտալ ռեպրեսիաներն ավելի քան 1 տարի առաջ են սկսվել։ Ծառուկյանի նկատմամբ այս պատմությունը քաղաքական հաշվեհարդար է, կուլակաթափության, ուներզրկման, վառ արտահայտված բաղադրիչներով։ Ինչ անում են, ասում են մենք սա անում ենք ժողովրդին վերադարձնելու, ժողովրդի բարեկեցությունը ապահովելու, թալանը հետ վերադարձնելու կարգախոսով, բայց ես մի օրինակ բերեմ։ Այն փուլում, երբ որ Արադ ցեմենտը պետական կառավարման տակ չէ, ցեմենտի 1 տոննան վաճառվում էր 40,000 դրամով։ Հիմա ցեմենտի 1 տոննան դարձել է 47,000 դրամ։ Այդ ժողովրդին վերադարձնում են ժողովրդի համար ավելի ծանր պայմաններով։ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Արևմուտքի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարում, Հայաստանի ստրատեգիական կուրսի փոփոխություն ու ազգային կապիտալի դուրս մղում։ Սուրենյանցը նշում է իշխանության ռեպրեսիվ գործողությունների պատճառները։ Տեսեք, Հայաստանում թիրախավորվում են խոշոր կապիտալի հայ ազգի ամենահայտնի ներկայացուցիչները։ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, չէ՞։ Այս մարկանց թիրախավորմանը զուգահեռաբար ով է հայտնվում մեր լրահոսում։ 3 ամիս առաջ դուք Սոկոլով ազգանունը գիտեիք։ Հիմա Սոկոլով կա թրիպ ընկերության տնօրեն, որը պարզվում է նաև Թեղուտի սեփականատերն է, որը պարզվում է նաև Վիվասելի սեփականատերն է։ Մոտ 2 ամիս է Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է։ Հաշված օրեր հետո դատարանը կքննի խափանման միջոցի հարցը։ Կուսակցության ղեկավարն իշխանությանն առաջարկում է դադարեցնել ճնշումներն ու գնալ հանրային համերաշխության ճանապարհով։ Իմ համար արժանապատվության խնդիր է։ Ծառուկյանն իր 70-ամյա տարեդարձը բանտում չպիտի դիմավորի։ Եթե իշխանության խնդիրը իրավական ինչ-որ հարցեր պարզելն է, արդարադատության հաստատումն է, ես իշխանությանը հորդորում եմ ապացուցել դա։ Փոխեք մարդու խափանման միջոցը։ Եթե վտանգավոր գործընթացները շարունակվեն, քաղաքական դիմադրությունն ու կոշտ պայքարն անխուսափելի են լինելու, ասում է Սուրենյանցը։ Ըստ նրա, պայքարի գործողություններում բազմաթիվ հանրային ճանաչված գործիչներ կդիմեն նաև ծայրահեղ միջոցների, նստացույց ու հացադուլ կհայտարարեն։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։